փոխանցում ենք ուժեղ Հայաստան դաշինքի հետ համագործակցող Հայաքվե նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Մանվելյանին։ Ոգևորությամբ շնորհավորենք։ Բարև ձեզ ժողովուրդ ջան, բարև ձեզ մասիվցիներ ջան։ Ես 50 տարուց ավել ապրում եմ Մասիվում, շատերը ինձ ճանաչում են, շատերին էլ ես եմ ճանաչում։ Ու միշտ որ ինձ տենում են փողոցում, մի հարց են տալի, ինչու ուժեղ Հայաստան։ Ես կարող եմ շատ փաստարկներ ձեզ բերել, բայց այսօր կանգառնեմ միայն 3-ի վրա։ Դե ինչու 3-ի գիտեք, որտեղ փոփոխությունների համարն է, համար 3։ Եվ այսպես, առաջին փաստարկը կոչվում է միասնություն։ Գիտեք Չարենցյան հայտնի խոսքերը, չէ՞, ով հայ ժողովուրդ քո հզորությունը քո միասնության մեջ է։ Եվ այսպես, երբ որ մարդա մեկը երկիրը պառակտում է, ժողովրդին քայքայում է, ատելություն է սերմանում, ապա գալիս է Սամվել Կարապետյանը եւ իր ուժով եւ իր կամքով բերում է հենց այդ միասնությունը։ Եվ իզուր չէ որ այսօր մեկ տասնյակից ավել կազմակերպություններ միավորվել են ուժեղ Հայաստանի Սամվել Կարապետյանի շուրջ։ Տասնյակ կուսակցություններ, կազմակերպություններ, ՀԿ-ներ, շարժումներ, այդ թվում նաև Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը։ Հետևաբար մեզ անհրաժեշտ են փոփոխություններ։ Իսկ փոփոխությունների համարն է դուք գիտեք, համար 3-ը։ Երկրորդ փաստարկը կոչվում է անվտանգություն եւ խաղաղություն։ Մեզ օդի եւ ջրի պես պետք է խաղաղություն։ Մի քաղաքական ուժ, որը 2 անգամ ընտրվել է եւ վերցրել է իշխանությունը եւ 2 անգամ է պատերազմ է բերել, իրավունք չունի այլևս մնալու իշխանության։ Իսկ Սամվել Կարապետյանը իրական անվտանգության եւ իրական խաղաղության ճանապարհն է մեր համար գծել, որպեսզի Հայաստանը լինի հզոր եւ ուժեղ բանակով, ուժեղ տնտեսությամբ եւ ուժեղ հարաբերություններով իր արտաքին բոլոր հարևանների հետ։ Հետևաբար այս բնակավարում եւս մեզ հարկավոր են փոփոխություններ։ Իսկ փոփոխությունների համարն է, հիշեցնեմ ձեզ, համար 3-ը։ Եվ վերջապես երրորդ ու կարևոր փաստարկը, դա կոչվում է արժեքներ։ Ժողովուրդ ջան, մենք հնադարյան ազգ ենք։ Հազարամյակներով ապրում ենք այս տարածաշրջանում։ Մենք ձևավորվել ենք եւ մեծացել ենք մեր ազգային արժեքների վրա, մեր ընտանեկան արժեքների վրա, մեր կրոնական եւ քրիստոնեական արժեքների վրա։ Այս մարդիկ ուզում են այս ամենը ջնջել մեր հիշողությունը, ջնջել ամեն ինչ, վախենում են արտաբերել Արցախ բառը, չեն ուզում որ մենք հիշենք Արարատը, նույնիսկ նայենք Արարատի կողմից, գիտեք, Մասիվից ամենալավը հենց Արարատն է երևում, եկեք դա չմոռանանք։ Հետևաբար, մենք միանում ենք ուժեղ Հայաստանի, որտեղ ինքը հենց այդ արժեքներն է դավանում։ Մենք ուժեղ եկեղեցու կողքին ենք անգնել եւ այն սարքելու ենք ել ավելի ուժեղ։ Մենք ուժեղացնելու ենք մեր ընտանեկան արժեքները եւ իզուր չէ Սամվել Կարապետյանը առաջարկում ֆինանսավորել նորաստեղծ ընտանիքներին, օգնել բազմազավակ ընտանիքներին։ Այսինքն ընտանեկան արժեքները նորից վերածնունդ են ապրելու։ Հետևաբար մեզ այս բնակավարում եւս պետք են փոփոխություններ, փոփոխությունների համարն է համար 3։ Եվ վերջում, ուզում շնորհակալություն հայտնեմ մասիվցիներին, ես ձեր ցավը տանեմ, ապրեք որ եկել եք, ապրեք որ ստեղ եք, ապրեք որ իրար հետ ենք, միշտ սենց, միասնաբար եւ ամսի 7-ին գնում ենք եւ միասին քվեարկում ենք համար 3-ի օգտին։ Իդեպ ասեմ, Մասիվը միշտ ընդդիմադիր է եղել եւ ընդդիմության այսօրվա համարն է համար 3։ Շնորհակալություն ժողովուրդ ջան։ Ուժեղ Հայաստան